Ներեցեք դուք էլ որդի ունեք, որ ծառայում է բանակում, որտեղ է ծառայում։ Չասեմ, էլի։ Գոհ եք ծառայության պայմաններից։ Ծառայության այո։ Իսկ այսօրվա ռեակցիան ինչի մասին է։ Այսօրվա մեր պահանջը արդարությունն է, որ ովքեր 2 տարով են զորակոչվել, ինչ որ մի ձևի կոմպենսացնի մեր իշխանությունը այդ զինվորների համար։ Նմանատիպ ակցիաներ արել եք ՊՆ-ի դիմաց Առաջին անգամ իմ գալը առաջին անգամ։ Ես այսինքն տեղյակ չեմ եղել, այսօր առաջին անգամ եմ եկել։ Ինչ սպասելիքներ ունեք, հիմա ձեր ծնողներից 2-ը հանդիպման գնացին, ինչ եք սպասում, ինչ կլինի։ Չգիտեմ, տեսնենք։ Ձեր որդին որքան ժամանակ է որ ծառայում։ Այսա 1 տարի լինում է արդեն։ Ինքն է ասում, որ ցանկանում է։ Չէ։ Ինքը չի ասում։ Պաշտպանության նախարարությունից ասում են, որ չեն պատրաստվում վերանայել այդ փոփոխությունը։ Հիմա ինչ սպասելիքներ ունեք։ Կարող են ուրիշ ձև, ասենք պարտադիր չի 2 տարին կրճատեն, օրինակ սենց ասեմ, հա, 20 օրով կարան արձակուրդը իրանց այդ պրիզիվների համար շատացնեն օրինակ։ Դա հնարավոր է թե չէ, թե դա էլ սահմանադրական ինչ-որ սահմանադրության մեջ դեպքեր չկա, որ այսքան պետք է լինի արձակուրդը կամ ինչ-որ մի ձևի, չգիտեմ։ Կարելի է ասել, որ ձեր պահանջը ոչ թե այդ հավասարությունն է, այլ գոնե մի բան այդ զինվորների համար անել է։ Դե հենց այդ հավասարությունը հենց դա է, որ ասենք հա, լավ, տարուկես կարող է չկարողանան սարքեն, որովհետև հետին թվով օրենքը չի ազդում, բայց ինչ-որ բան կարող անեն, էլի չէ։ Օրինակ կարան չէ 10 օր ավել օդպուսկ տան, 20 օր ավել օդպուսկ տան։ Ձեր անունը ազգանուն է։ Խաչատուր Խաչատրյան։ Իսկ ձեր որդին ինչ է պատմում ծառայությունից։